կառավարության աշխատանքի մասին այսօր լինում է 41-րդ օրն է, որտեղ փակ է իհարկե կառավարությունը, որտեղ դեմոկրատներ եւ ռեփաբլիկաններ չեն համաձայնում։ Հիմա այսօր 8 դեմոկրատներ միացան 52 ռեփաբլիկանների։ Մեկ ռեփաբլիկան Փոլ անունով ասաց ես դրան չեմ քվեարկել, ուրեմն 8 դեմոկրատներ միացան 52 ռեփաբլիկաններին 60 սենեթում, եթե որոշ հարցերի վրա պետք է 60 սենեթեր քվեարկի։ Ներկայացնի տան մեջ մեծամասնությունը քվեարկում են որևէ հարցը, եթե մեծամասնությունը քվեարկի, անցնում է։ Սենեթում այդպես չի, 60 քվեի կարիք ունի, որոշ հարցերում իհարկե այդ հարցերից մեկն է։ Ուրեմն այս 8 դեմոկրատները միացան, ուրեմն եւ հետո պետք է նույնը ուղարկեն ներկայացնի տանը, որ նրանք նաեւ քվեարկեն, որպեսզի նախագահ կարողանա ստորագրի։ Նախագահը կստորագրի, իսկ այս դեմոկրատները, տեսնում եք սրանք 8 դեմոկրատ, նախապես 3 ներքևում դեմոկրատները ասեն էին, որ ռեփաբլիկաներին կմիանան։ Այս 5-ը այս շաբաթավերջին ասացին կմիանան։ Հիմա խնդրեմը սա է, որ SNAP դա փոքրիկ գումար է, որ ուտելիք են հատկացնում, դա ընդունել են, որ կհատկացնեն։ Իսկ Օբամա քերը, ուրեմն սրանք տեսնում եք, Օբամա քերի մասին չեն դեռ խոսել։ Օբամա քերը այն առողջապահական ապահովագրություններ, որ 2012 թվականից նրանք, որ իրենց եկամուտը քիչ է, եկամուտ քիչ ունեցողները կարող են օգտվել Օբամաքերից, որ իրենց ընտանիքի համար ապահովագրություն կնեն, կամ անձը ինքը իրեն համար կնի, նրանք որ աշխատում են, disable չեն եւ այլն։ Այդ մարդիկ այս երկրում միշտ տուժողներ են լինում։ Ուրեմն այս Օբամաքերը պատկերացրեք, եթե ընտանիք 4 հոգով է, ինշուրենս եթե պետք է ապահովագրություն կնի առողջապահական, մոտարապես $2700 է այս երկրում, շատ թանկ է ապահովագրությունը առողջապահական կնել։ Ուրեմն Օբամաքերի սիստեմը ասում էր, որ իրենք մոտարապես 2700 պիտի վճարին, այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձը քիչ է, կառավարությունը մնացած այդ 25000-ի չափ տրամադրում էր, որ անձը կարողանա ապահովագրություն ունենա։ Հիմա այդ հարցի վրա նախագահ Թրամփը ցանկություն չունի, դա որոշ ռեփաբլիկաններ ցանկություն են, հիմա համոզվել են, որ այդ մասին պիտի խոսեն հետո։ Ուրեմն դրա համար է, որ պրոգրեսիվ դեմոկրատները շատ բարկացած են իրենց այդ 8 համագործակիցներին վրա, որ ուրեմն caving, տեսնում եք այդտեղ ընդունել են եւ այս հարցը ուրեմն մնացած դեմոկրատները դեմ են, ռեփաբլիկանները տեսնում եք այստեղ այսօր ուրախությամբ Թրամփը ասաց, ներկայացնի տան խոսնակներ ասաց մենք կանցկացնենք SNAP-ը, բայց ընդունել են, այսինքն այդ փոքրիկ օգնությունը ինչ որ նրանք որ եկամուտ շատ ցած է ուտելիքի օգնություն էին ստանում, դա շարունակելու են եւ անմիջապես հատկացնելու են։ Տեսնում եք ուրեմն կառավարությունը, եթե չորեքշաբթի սա սենեթի ռեփաբլիկանների մեծամասնությունն է, որ սենեթը որտեղ մեծամասնություն, ուրեմն ղեկավարն է Թուն անունով սենեթերն է եւ 8 դեմոկրատների նորից տեսնում եք, որ միացել են ռեփաբլիկաններին, կառավարությունը աշխատանք կսկսի, դեմոկրատների ցանկությունն էր, որ ասացի affordable care, ինչ որ ասացի։ Այստեղ տեսնում եք Bernie Sanders ասում է տավաճանել են այն դեմոկրատները, որ համաձայնվեցին եւ ավել վատ է լինելու այս մարդիկ, որ ինշուրենս ունին, ուրիշ առիթներ ունին, ոչ թե միանալով
ռիփաբլիկաններին կօգնեն, ժողովրդին այլ վնաս կհասցնեն։ Սա այստեղ մեկ սենատորը դեմոկրատ, որ միացել էր։ Ամենայն դեպս նորից տեսնում եք այստեղ ոմանք անվճար գումար էին տրամադրում եւ այսպես այսինքն ոչ շահադիտական կազմակերպություններ այս վերջին ժամանակ ուտելիք էին առաջարկում։ Այստեղ տեսնում եք եւ ասացի նախագահ Թրամփ ասել է որ անպայման կստորագրի Snap-ը կամ EBT-ն նորից կվերականգնվի, որն տեսնում եք այսպես, բայց սա ասացի ոչ շահադիտական ընկերություններն են, non-profit-ները, որ անվճար այս ժամանակում ուտելիք էին հատկացնում հանրությանը։ Ես ուզում եմ հիմա խոսել թռիչքների մասին։ Երեկ եւ այսօր տարօրինակ քիչ հետո կտեսնեք այդտեղ 2000-ից ավել թռիչքներ cancel է լինում կամ ուշացում կա 7000 թռիչք եւ ավելի ուշացում է լինում։ Պատճառը սա է որ կառավարությունը որովհետեւ գումար չուներ որ վճարի, ուրեմն ոմանք աշխատավարձ չեն ստանում։ Այստեղ անցյալում բացատրել եմ կառավարությունը որ աշխատավարձ չէր հատկացնում ուրեմն մարդիկ չէին գնում էին ուրիշ աշխատանք անեն, որպեսզի թեև աշխատավարձ հետո կստանային։ Տեսնում եք այսպես delay, ուշացում եւ cancellation օթանավների, տեսեք այս օթանավները կանգնեն են, որ կարողանան բարձրանան։ Այդ աշտարակների մեջ տեսեք քանի օթանավ է։ Սրանք սպասում են բարձրանալու օթանավակայաններում, որտեղ այդ աշտարակի մեջ բավարար մարդ չկա։ Օթանավի մեջ եք տեսնում, որ բացատրում է, որ ինչու 2 ժամ է օթանավակայանում սպասում են, որ օթանավը բարձրանա, մարդիկ բարկացած են այդ ստյուարդեսների վրա եւ աշխատում էր այստեղ օթանավի մեջ բացատրել։ Տարօրինակ վիճակ է տիրում։ Նախագահ Թրամփը իհարկե ասում է նրանք, որ չեն եկել աշխատանքի, պետք է պատժվեն դրանք եւ նրանք, որ թեև աշխատավարձ չեն ստացել, այստեղ ասում է, տեսնում եք իր դժգոհանքն է հայտնում նախագահ Թրամփը, նրանք որ աշխատանքի, բայց այս ժամանակ թեև աշխատավարձ չէին ստանում, հիմա ոչ աշխատավարձ կստանան, այլ բոնուս նվեր են ստանալու $10,000 նրանք որ եկել են այս աշտարակների մեջ աշխատեն են, այսպես տեսնում եք, ասում է նախագահ Թրամփը։ Այսպես տեսնում եք դժվար կացություն էր տիրում այս երկրում եւ Կիրակի օրը 2954 թռիչք կյանսերներ, այսօր 2200 թռիչք կյանսերներ եղել անընդհատ եւ 7000-ից ասացի ավել ուշացումով Ամերիկայում տեղի ունենում։ Նորից տեսնում եք նախագահ Թրամփը ինչ որ քիչ առաջ ասացի, եթե այդպես է ասում այդ մարդկանց պետք է աշխատանքից հանել, որ այս ժամանակ չեն եկել եւ ինչ որ ասացի, ով որ եկել է աշխատանքի այդ աշտարակներում աշխատեն են, որովհետեւ շատ վտանգավոր է լինում, եթե չլինի այդտեղ մարդ։ Եվ այսպես տեսնում եք քիչ առաջ օթանավները այստեղ օթանավը այս օթանավակայանում է այս տնակը, որ տեղափոխում են տարբեր հարմարություն են Դալլաս Վաշինգտոնի մոբիլ լանջը, սա այնտեղ ակսիդենտ ունեցավ։ Հիմա ձեզ ասացի թռիչքների cancellation շատ է եղել Լոս Անջելեսի օթանավակայանում 210 օթանավ ուշացում կար, 70-ը cancel է եղել, Ontario մեր արևելքում էրպորտը 34 ուշացում օթանավները ուշացումով բարձրացան, 13 այսօր cancel եղան, John Wayne Airport, Orange County-ում 66 օթանավ ուշացում ունեցավ եւ 11 թռիչք cancel եղավ այսօր։ Սա տեսնում եք ամեն օր դժվար կացություն է տեղի ունենում մեր շրջանում, ուրիշ տարածքներում ուշացում դրա համար եթե օթանավակայան պիտի գնաք նախ
առնվազն 1.5 ժամ ավել շուտ միցեր ծրագրեք, որ 1.5 ժամ, 2 ժամ ավել շուտ օդանավակայանի մեջ լինեք, շարքերը անհավատալի են, անպայման ծրագրեք այդ հիման վրա, որ խիստ ուշացում է լինելու, կարողանաք security-ից անցնեք։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ եղանակի մասին պիտի խոսեմ։ Ծրագիրը հովանավորում է Burbank Adult School-ն է հովանավորում ծրագիրը։ Burbank Adult School-ը Burbank-ում է գտնվում, կարող եք այդտեղ դասավանդումների մասնակցեք անվճար։ Կալիֆոռնիայի նահանգը վճարում է, որ դուք գնաք այնտեղ ձեր գիտությունը բարձրացնեք։ Տարբեր նյութեր են դասավանդում այնտեղ, սա հեռախոսը համարն է, բայց ավել հարմար կլինի, որ դուք գնաք Burbank Adult School, Allen փողոց Burbank-ում։ Ծրագիրը հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը, իրենց տեղատունը գտնվում է Կալիֆոռնիա փողոցի վրա, շատ Brand փողոցի հատման կետի մոտ է Կալիֆոռնիա փողոցի վրա, իսկ նոր իրենց տեղատունը բաց են անելու Sunland քաղաքում, այստեղ տեսնում եք հասեն, եւ եթե դուք բնակվում եք Sunland Թահանգասիլ, Մարսիմի Valley այդ շրջաններում բնակվում եք, դες շատ մոտ է լինելու, կարող եք գնալ տեղատունը, որ մի քանի օրից հետո երբ բաց անեն, կամ պատվիրեք այդ ժամանակ ձեր տեղերը կբերեն ձեր տանը կհասցնեն։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Տեսնում եք փաստաբանը հեռախոսը համար, տեսնում եք, եթե դուք վարձակալ եք, մի բնակարանում ապրում եք, վարձակալ պիտի լինեք։ Ապարտման կամ առանձնատուն ապրում եք, այնտեղ պետք է մաքուր լինի, պետք է բնակելի լինի։ Եթե մրջուն լինի, մուկ լինի, միջատները պահարանը բացում եք, գնում գալիս են, կամ մի բան թողնում եք, գիշերը մոռացել եք, հարցակվում են միջատները, դա բնակելի չի, ձեզ պիտի հատուցում տան, դուք ոչինչ չեք վճարում փաստաբանի, եթե ինքը կարողացավ հաջողի գումար ձեզ համար հատուցում ձեզ վերցնի, հետո իրեն կվճարեք, մանրամասնությունների համար զանգարեք։ Orange Shipping հովանավորում է ծրագիրը, Orange Shipping գտնվում է, այստեղ տեսնում եք Sherman Way, North Hollywood-ում է գտնվում, մի ծանրոց իրեն հանձնեք, երկրորդ ծանրոցը կես գնով կարող եք իրենց հանձնեք, Orange Shipping։ Ծրագիրը հովանավորում է Շահին Թուր հովանավորում է ծրագիրը։ Այստեղ տեսնում եք, դեպի Մեքսիկո cruise, ընդամենը $790, 8 օր, 7 գիշեր, cruise դեպի Մեքսիկո, հեռախոսահամարը գրված է, զանգարեք, որտև շուտով լցվում է տեղերը, դեկտեմբերի 14-ից մինչև 21-ն է այդ cruise-ը, կվերադառնա։ Ես ուզում եմ Ամերիկայի եղանակի մասին փոթորիկ ցյուն է գալիս, հիմա կտեսնեք տարբեր նահանգներում, ինչ որ այստեղ ուզում եմ ցուցադրել, եւ հետո ընդհանուր կցուցադրենք, եթե տեսեք, այսպես վիճակ է տիրում։ Իլինոյ նահանգն է, ցյուն, փոթորիկ, accident, այդ ժամանակ դժբախտություն, նաեւ այս մարդուն մեքենա ներդեվել է, այսպես տեսնում եք, մաքրում են ցյունն են մաքրում, Ինդիանա տեսնում եք աշխատանքը տեղի ունում 130 accident է տեղի ունեցել, պատկերացրեք, մեծ թող Շիկագոյի տեսնում է այսպես եւ Վիսկոնսին նահանգն է, մեքենայի վրայից ծունը իջեցնում են, որովհետեւ քիչ հետո կարող է այնքան ծուն է գալիս, որ կթաղվի այդտեղ, դրա համար մեկ ժամվա Այովա նահանգն եք տեսնում, մեկ ժամվա ընթացքին 5 սանտիմետր, 2 ինչ ձյուն է իջել, այստեղ օվկիանոսն եք տեսնում ալեկոծված, Քենթաքի նահանգը եւ ուրիշ կենտրոններ, սա ջերմության տեսեք 0-ից ցած է բոլոր տարածքներում, այսպես ցուրտ եղանակ է այդ նահանգները, ինչ որ վերևում թվեցի անուններ տվի, դժվար կացություն է տիրում,
մեզ մոտ մասամբ այսօր տաք էր, մի քանի օր շոկ էր, երևի մասամբ 80 քանի աստիճան էր, հետո մի քանի օրից հետո ցուրտ է լինելու, դա նաև նկատի ունեցեք։ Այսպես տեսնում եք Ինդիանա տեսնում եք նորից, որ ճանապարհները ոմանց առաջարկում են, որ տնից դուրս չգան անգամ, մնան տանը ավել ապահով է, քան թե մեքենա վարեն փողոցներում, ֆրիվեյներում, որ վտանգված են լինելու, այսպես տեսնում եք դրա համար նրանք որ խելացի են տանն են մնում։ Ես ուզում եմ հիմա ընդհանուր ցույց տալ, տեսնեք որ տարածքում ինչ է տիրում, շարունակենք տեսանյութը, տեսնում եք սա արևելի ասացի մեզ մոտ շատ լավ եմ ասամ եղանակը չի պիտի դժգոհել, որովհետև այս մարդիկ տեսնում եք 1-ից 3 ինչ այդ կապույտով մասամբ տեսնում եք ցուրտ է ֆրիզը բոլորը 0-ից ցած 32 Ֆարենհայթի 0-ն է վաղը առավոտյան խիստ փոթորիկ քամի է տեղի ունենալու Բոստոնից սկսյալ մինչև Մեմֆիս, Թենեսի այնտեղ տեսնում եք ծախում գրված է անգամ Baton Rouge, Լուիզիանա նահանգում ճիշտ 0 է լինելու մնացածը բոլորը տեսնում եք սրանք 0-ից ցած եղանակ է եւ դուք եթե այդ տարածքներում եք նկատի առեք ավել կարող է հարմար լինի տանը մնաք հիմա նկատի ունեցեք ամենայն դեպս այստեղ Շիկագոն տեսնում եք ջերմությունը հետո Մոբիլ Ալաբամա եք տեսնում Նյու Յորք քաղաքը անգամ 6-ից 12 ինչ ձյուն է իջնում Watertown Massachusetts-ում Burlington տեսնում եք ահա այսպես 15 սանտիմետրից 30 սանտիմետր կապույտ կետերը տեսնում եք սրանք ձյուն է իջնելու որոշ տեղերում սպիտակով եք տեսնում 1-ից 3 ինչ ուրեմն արևելյան նահանգներում բնակվողները չորեքշաբթի վաղը եւ չորեքշաբթի այսպես դժվարկացություն է լինելու ձեզ համար ուշադիր եղեք մանավանդ եթե տարեց են հեշտությամբ ձեռք ոտ են կոտրում ավել տանը մնան հարմար կլինի դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան ովանավորում են ծրագիրը երկուսն էլ ատամնաբույժներ են Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում իրենց ատամնաբույժարանը հեռախոսը այստեղ է անպայման զանգահարեք ժամադրություն եթե նոր ատամնաշար պիտի տեղադրեք պրոթեզացիայի կարիքը կա որևէ հարց ատամների հետ զանգահարեք այս հեռախոսի համարի Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը եթե 3 սրահներ ունեն նախ 300, 150 եւ 120 տարողությամբ իսկ ամեն օր ճաշ են առաջարկում 5 հոգու կամ 10 հոգու համար զանգահարեք այս հեռախոսի համարին եւ ձեր պատվերները տվեք այդտեղ կբերեն ձեր տանը կամ դուք կարող եք գնալ վերջ ես ուզում եմ հիշեցնել նրանք որ Granada Hills են ապրում Granada Hills-ի ապրողներին Երևան Post այս ծառայությունն է դինելու որ ծանրոցներ Երևան Post տեսնում եք ծանրոց ունեք կգան կերսեն Երևան Post շուտով Granada Hills եւ այդ շրջակայքում եթե բնակվում եք շուտով այս աշխատանքը սկսելու է Երևան Post-ը Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը Primate Pharmacy գտնվում է Գլենոքս փողոց եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում գտնվող տեղատուն է սա հեռախոսամար շատ հեշտ է 818 6 000 777 կարող եք զանգահարեք ձեր տեղերը բերեն կամ դուք գնացեք վերցրեք ձեր տեղերը կվերադառնան Ես ձեզ հաղորդել էի որ Ջամայկայում խոշոր հեղեղ փոթորիկ օվկիանոսը ալոք կոծված ամեն ինչ ջարդեց այդտեղ տասնյակ մարդիկ մահացան հարյուրավոր մարդ վնասվեց եւ բնակելի այսինքն բնակարանները նաեւ այդտեղ վնաս հասցրեց իսկ Ֆլորիդայից որովհետեւ եթե այդ հարավային միջին Ամերիկան հարավային Ամերիկայից միշտ
գալիս են Ֆլորիդան շատ մոտ է, ամենամոտիկն է իրենց, գալիս են այդտեղ ուրեմն Ջամայկայի հանրություն շատ կա այնտեղ, իսպանախոսներ շատ կան, ուրեմն օգնություն են ուզում ուղարկել, այսպես relief օգնության օդանավ են տրամադրում, այդ ինչ որ պիտի տեղադրեն օդանավի մեջ տեղադրում են։ Օդանավը բարձրանում է, դժբախտաբար այս օդանավը հրդեհվում է, երկու օդաչուն ու օգնականը, երկուսը մահանում են, օդանավը վայր է ընկնում, ես ուզում եմ այստեղ ցույց տալ, ուրեմն այդ օգնությունը ինչ որ պիտի տանեին, չի լինում։ Տեսնում եք այստեղ լիճ է փոքր, օդաչուն բնակարաններ են, ամեն շրջապատը տուն է, կարող էր մեծ ահավոր վիճակ լիներ, այստեղ տեսնում եք պոլիսը զանգարում են, որ օդանավը վայր է ընկել, այդ ֆենսը, ցանցը փշրել է, բայց բնակարանին վնաս չի ասել, այստեղ տեսնում եք, բոլորը կողքի բնակարաններ են, օդանավը գալիս այդ փոքր լիճի մեջ վայր է ընկնում, ու բացի այդ երկու զոհերը, ինչ որ օդանավի մեջ էին, ուրիշ բարդություն չի լինում, South Florida-ում է տեղի ունենում այս դեպքը, ինչ որ տեսնում եք այդտեղ։ Ես հիմա ուզում եմ շարունակել ու խոսել, նախագահ Թրամփը ներում տվեց, pardon տվեց մոտարապես 75 մարդու, բայց ինչպես ուզում եմ դուք տեղյակ լինեք, որ նախագահը կարող է ներում տա որևէ մարդու, քանի մարդ է սպանել, կամ կողոպտել, կողությունները, բոլոր նախագահները Ամերիկայի երբ եղել են, հաճախ ում որ ցանկություն են ունեցել, ներում են տվել։ Նախագահ Թրամփն էլ ներում է տվել, բայց ի տարբերություն այս մարդիկ 2020-ի ընտրությանը մեղադրվեցին եւ տատի տվել են իրենց կամ պիտի տատի կանչեին, բայց այդ ինչ որ պետք է տատի են տվել կամ տատի են կանչվել, նահանգն է, օրինակ Ջորջիա նահանգում, Ջորջիայի նահանգի դատ են բացարել, օրինակ նախագահի այդ խորհրդատուների դեմ։ Նախագահը իրենց ներում է տվել, եւ շատ լավ է անձը, եթե ներում են տալիս, որևէ ոչրագործություն արած իր ռեկորդից լրիվ մաքրվում է։ Բայց այս մարդիկ սիմվոլիկ է այդ ներումը, որովհետեւ ֆեդերալ դատավարություն տեղի չի ունեցել դրանց դեմ, միայն նահանգային եղել Ջորջիայում, Ֆլորիդայում, Նյու Յորքում եւ այսպես։ Ես հիմա ուզում եմ այստեղ ցույց տալ, բայց ամենայն դեպս նախագահը իրենց ներում է տվել, այդ հիշում եք, որ գնացին հունվարի 6-ին եւ գրոհեցին ներկայացնի տանը եւ այդ բերումով հազարավոր մարդ ձերբակալվեց։ Նրանց ֆեդերալ դատավարություն էր, բոլորին ներում էր տվել, արդեն ներում էր տվել։ Այստեղ Ջուլիանի իր փաստաբանը անձնական այստեղ տեսնում եք, ինքը ստիպված եղավ երկու կնոջ, որ անարգել էր, ասել էր այս երկու կինը քվեներ վերցնում են Վենեսուելայից եկել են այստեղ, նրանք քվեները փոխում են, այս կինը նաև նման խոսքեր նոյեմբերին ասում էր, բոլոր սրանց ներում է տվել, բայց ասացի այս կինը հետո եկավ, ասավ ես մեղավոր եմ եւ իրեն տատի տվին կարճ ժամանակ։ Իր աշխատակազմի ղեկավարներ ինչ որ բոլորը սրանց նախագահ ներում է տվել, pardon է տվել ֆեդերալ crime-ի համար։ Նահանգապետներն են, որ կարող են մեկը որ նահանգային խնդրեմ ունի ներում տան։ Ամենակարևոր Ջուլիանին ասացի մեղադրել երկու կանանց դեռ դատավարությունը իրեն շարունակում է իհարկե եւ ամենայն դեպս 75 pardon է տվել, որ հունվարի 6-ին կամ խոսել են կամ հետո խոսել այս մասին, ընտրության մասին։ Նախագահ Թրամփի խոսնակն է ասում է այս մեծ ազնվականները կամ կարևոր ամերիկացիները անտեղի տատի էին տրվել եւ Բայդենի վարչակազմի կողմից
եւ ընտրության վերաբերյալ, որտեղ մեր դեմոկրասիան կամ դեմոկրասիան խախտել է, այսինքն Բայդենի վարչակազմը խախտել է եւ դրա համար է այս նախագահի փաստաբաններից էր Ջուլիանին եւ այլն բոլորին ներում է տվել, սրանք բոլորը նաեւ նախագահը պետք է հանդիպի Ահմադշահր, տեսնում եք հիմիկվա Սուրիայի նախագահին եք տեսնում ծախում երիտասարդ անձնավորությունը նախապես տերորիստական աշխատանքներ կատարում ամենայն դեպս նախագահը իրեն հրավիրել է այստեղ եւ տեսնում եք այստեղ հանդիպելու է նախագահին ժողով է ունենալու եկել է որ տեսնի ինչպես ամերիկան կարող է օգնել այստեղ տեսնում եք փոխնախագահի մոտ նստած է այսպես ամերիկան համարել էր իրեն տերորիստ իհարկե բայց հետո երբ որ ռեժիմը տապալվեց իրեն ներում են տվել եւ տեսնում եք այստեղ բասկետբոլ է խաղում նախքան նախագահի հանդիպումը երբ պիտի հանդիպի նախագահի մի ուրիշ նախագահ Թրամփը կիրակի օրը հետ վերադարձավ եւ ֆուտբոլի գեյմ էր տեղի ունենում Վաշինգտոնում գնաց մասնակցեց բայց մարդիկ իրեն բուին անում այնտեղ տեսնում եք խոսում էր բայց իրեն բուին անում թվում էր չի նավանում իրեն կարճ ժամանակ մնաց այս ֆուտբոլը Վաշինգտոն թիմն է այնտեղ խաղում էր նայեց մի քանի րոպե ու հետո թողավ նախագահը գնաց սպիտակ տուն ես մի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարից շարունակեմ ծրագիրը այդ ժամանակ Ջիլեյն Մաքսվելի մասին խոսեմ նրանից հետո Վենեսուելայի վրա այսինքն նավակների վրա արձակման մասին խոսեմ ծրագիրը հովանավորում է Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում տեսնում եք այստեղ Չոփորյաններին 3 փաստաբաններ են եւ ցեզ են առաջարկում եթե ավտովթար ունեցած ձեր մտահոգությունների իրենց հանձնեք որպեսզի կարողանան ձեզ հարցը այդ դատական հարցը լուծեն հատուցում վերցնեն ձեզ համար զանգարեք այս հեռախոսահամարին 818 244 47 47 ծրագիրը հովանավորում է նաեւ դոկտոր Փարքեր Ջահանգիր հովանավորում է ծրագիրը եթե ալերգի կամ ասմա այդպես խնդիրներ ունեք 30 տարուց ավել փորձառություն ունի զանգարեք ժամադրություն վերցրեք Երևան Shipping հովանավորում է ծրագիրը երկու կենտրոն ունի Երևան Shipping-ը ձեզ է առաջարկում օթանավով ծանրոցը մի փանդը ընդամենը $2.99 սենտ է վճարում իսկ եթե գումարը պիտի փոխանցեք $100 ղրկեք մի տոկոս է $1 կվճարեք $500 ղրկեք ընդամենը $5 կվճարեք ուրիշ կենտրոններում 4-5% պիտի վճարեք խոշոր տարբերություն օգտվեք ծառայությունից երկու կենտրոն ունի Lancashire փողոց North Hollywood East Palmer եւ Adams փողոցի ճիշտ հատման կետում Glendale-ում ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում Ամերիկայի ամենախոշոր տաշնամուրի խանութն է երկու հարկի մեջ է 100-ավոր տաշնամուր կգտնեք այնտեղ որևէ երկիր տաշնամուրը արտադրում իրենք ունեն ամերիկյան գերմանական Չեխ ռեփուբլիկը կորեական չինական ճապոնական որևէ տեսակը իրենք ունեն Pasadena-ում է Glendale-ի անմիջապես հարևանության կվերադառնա Ջեֆրի Էփստին մեկ միլիարդատեր էր, որ նախագահ Թրամփի հետ շատ մոտիկ ընկեր էր եղել, բայց 2014 թվականից իրենց հարաբերությունը խզվում է Թրամփի եւ այդ Էփստինի։ Այս Էփստինը ընկերուհի ուներ Ջեսլին Մաքսվել անունով, որ տեսնում եք իրեն Անգլիայի ներկայացնի տան անդամների դուստրն էր, որ ինքը նաեւ արևելյան Եվրոպայից հրիա էր փախել էր Անգլիա, հետո աշխատել դարձել էր կարևոր անձնավորություն, մեծ բիզնեսներ էր կատարում, հետո ասացին ուրիշ այսպես
մաֆիական աշխատանքեր եւ հանկարծ մահ եղավ իր հայրը ամենայն դեպս սա Ջեֆրի Էփստին այդ միլիարդատերի հետ որ Թրամփի հետ շատ մոտիկ էին երկուսն էլ Նյու Յորքում աշտարակ ունեն անընդհատ հանդիպում էին ուրեմն իր հետ էր Ջեֆրի Էփստին երիտասարդ աղջիկների 10 երեխաների հետ էր զբաղվում ում որ այստեղ տեսնում եք ում որ այստեղ տեսնում եք Ռասկին անունով սա ներկայացնի տան անդամ է Մերիլանդից եւ ճանաչված ներկայացնի տան անդամ է ասում է ինձ տեղեկացրել են whistleblower նրանք որ գաղտնի տեղեկություն տվել որ այս կնոջը բանդում շատ յուրահատուկ preferred treatment այսինքն շատ հեշտ կյանք ունի այդտեղ նախ Նյու Յորքում բանդարկված էր եւ դաժան բանդում էր շատ փոքր տարածքում մենակ մնում էր այդտեղ նախագահ Թրամփի հրամանով իրեն տեղափոխեցին Ֆլորիդա որ դաշտ կա այսինքն բանդարկյալները ազատ գնում գալիս են այդ կնոջը այդտեղ են տեղափոխել հիմա ասում են ոչ թե այդ որ տեղափոխել են հենց այդ բանդում նաև իրեն յուրահատուկ ճաշ եւ ուրիշ առիթներ են տալիս այս կնոջը preferential treatment ուրեմն սա ասում է մեկը լուրը տվել ինձ եւ այդ հարցը բարձրացրեց եւ ասում է որ դատախազությունը պետք է քնի այստեղ տեսնում եք representative Raskin հենց նախագահ Թրամփին է գրել որ յուրահատուկ պատրաստված ճաշ են տիրում իրան ոչ թե բանդարկյալներինը հյուրերը գալիս են համբյուտերը թույլ են տալիս տանեն իր հետ ինքը նաև օգտվում է ուրեմն համբյուտերի միջոցով բանդարկյալը իրավունք ունի համբյուտեր ունենա դուրսի աշխարհի հետ կապ հաստատի ուրեմն մեղադրում են որ այսպես իրեն ազատ թողեն են ինչ որ ցանկություն ունի կարողանում է անի եւ այդ համբյուտերի միջոցով առանց մանիթերանելու ուշադիր լինես Բրայանտ բանդն է ինչ որ տեսնում եք այսպես մեծ տարածք ուրեմն սա նախագահի փաստաբանն էր իր անձնական այստեղ տեսնում եք Ջեֆրի Էփստինին այդ կնոջ հետ Մաքսվելի հետ Թրամփն է իր կնոջ հետ այն ժամանակ որ հարաբերությունը շատ լավ էր ուրեմն այսպես նախագահի անձնական փաստաբանը գնում է իրեն տեսնում է եւ այս Մաքսվելը ասում են հարցնում է ասում է դու տեսել ես Թրամփը ուրիշների հետ ուրեմն այս կինը որ բանդում է որ հույս ունի նախագահը իրեն ներում պիտի տա երևի ասում է ես չեմ տեսել նախագահ Թրամփը որևէ ժամանակ անհարմար վիճակում ուրիշ կնոջ հետ եւ այսպես է ասում նախ Թրամփի փաստաբանին տեսնում եք Ջեֆրի Էփստինին իրեն հետ տեսնում եւ սա Ռասկինն այդ ներկայացնի տան անդամը որ հիմա հետևում է այս հարցը որ յուրահատուկ առիթ են ստեղծել այս կնոջը ամեն հարմարությունը ստեղծել են որ չպիտի այդպես լինի նախագահ Թրամփին այս մասին ասում են ինքը ասում է որ չգիտեմ իրեն ներում կտամ թե ոչ հետո կորոշեմ գիտեք սովորաբար երբ որ այդպես է մի բան այսպես լինում է աշխատում են նախապես խոսել չգիտեմ ներում կտամ կամ չեմ տա եւ այլն այդպես սկսվում է որ քիչ-քիչ հարցը մեղմանած չզարմանան եթե հանկարծ ներում է տալիս ես ուզում եմ հիմա խոսել նաև Վենեսուելայից երկու նավակ հեռանալիս մինչ հիմա 20 ռմբակոծում է տեղի ունեցել այդ նավակները ինչ որ Վենեսուելայից հեռանում են ասում են որ նախագահ Թրամփն է ասում որ դրանք դրագ են տեղափոխում դրագը կարող է նաև դրագ են տեղափոխում բայց աշխարհի օրենքն է որևէ ոչրագործ անգամ նախ ձերբակալում են դրա համար է որ ռիփաբլիկան ներկայացնի տան եւ սենատի անդամները նաև մտահոգություն են հայտնում դեմոկրատները բոլորը դեմ են այս ինչ որ նախագահը գնում է ռմբակոծում է օվկիանոսի մեջ նավակներ որովհետեւ այս երկիրը ի տարբերություն ուրիշ երկրների այսպես էր որ մեկը որևէ մեղադրանք իր մոտ կա պետք է գնա դատարան ամեն մարդ անմեղ է
մինչև դատարանում փաստվի, որ մեղավոր է։ Ամեն մարդ անմեղ է, այս երկրի օրենքների տարբերվում է ուրիշ երկրների դրա եւ ասում են, որ այս ինչ որ հիմա կատարվում է Չինաստանն է այդպես, Ռուսաստանը եւ այլն, ուզում են բռնում, կախում, ռմբակոծում են, սպանում են, ուրեմն այս երկիրը պիտի տարբեր լինի, ասում են այս դեմոկրատները եւ այդ փոքրիկ խումբ ռիփաբլիկանները ներկայացնի տուն եւ սենատը մտահոգություն են հայտնում, որ ապագայում կարող այս երկրի համար խնդրեմ այս բերումով ստեղծվի։ Ուրեմն երկու նավակը նախագահը ռմբակոծում է, որ հեռանում էին Վենեսուելայից, ինքը ասում է, որ դրագ էին տեղափոխում, բայց նրանք որ մտահոգ են, ասում են որևէ փաստ որտեղ կա կամ ներկայացրեք չեն ներկայացնում, որ որն է փաստը, որ այսպես կարելի է գնալ օվկիանոսի մեջ ռմբակոծել։ Ասացի միջիմա 20 նավ էին, այս երկուսով կդառնա 22 եւ 70 մարդ այդ նավակների մեջ միջիմա եղել է, որ սպանվել են, այս անգամ նաեւ թվում է 12 հոգի այդ նավակների մեջ են եղել, որ սպանվել են։ Ես պիտի դադարեցնեմ, երբ դառնամ դադարից, շարունակեմ ծրագիրը, իսկ դոկտոր Թավանսին է ովանավորում այս ծրագիրը աչքի վիրահատող սրջենը, ագնոցի կարիք ունեք, աչքի խնդիրներ ունեք, այցելեք 7 կենտրոններ ունի ռեկլամի մեջ կենտրոնները կտեսնեք Գլենդելում, Ջաքսոն եւ Colorado Glendale Avenue հատման կետում է ճիշտ գտնվում, այդ շենքը ճիշտ այդ 3 փողոցի հատման կետում է, ամենայնտեպս զանգարեք ժամադրություն վերցրեք։ Ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիրը։ Իրենք պատրաստի ճաշ ունեն տարատեսակ, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու Raffi's Market այցելեք եւ նաեւ թարմ հաց են թխում իրենք, այսպես միրգ են վաճառում եւ այլն սուպերմարկետը ամենայնտեպս։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը։ Court Furniture-ը Ամերիկայի ամենախոշոր ֆուրնիչերներից մեկն է։ 100-ից ավել խանութ ունի, Glendale-ում Central եւ Myrtle-ի հատման կետում է։ Նոր մատրես եթե պիտի գնեք, Court այցելեք։ Court Furniture-ը նաեւ 405 Freeway եւ Euclid փողոցի հատման կետում Orange County-ում եւ նաեւ Santa Ana-ում խանութ ունի, Նյու Յորքում, Ֆլորիդայում, Սան Ֆրանցիսկոյում, ուր որ ապրում եք ամենայնտեպս փնտրեք որտեղ է Court Furniture-ը։ Անդրեա Ղարիբյան փաստաբանն է ովանավորում ծրագիրը, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր բնակարանում կամ բիզնես կենտրոնում եւ accident եք ունեցել, զանգարեք այս հեռախոսահամարին կվերադառնա։ Պակիստան եւ Հնդկաստանը գիտեք մեծ խնդրեմ ունեն։ Ամենայնտեպս ռումբ է պայթում Հնդկաստանում, այստեղ ես ուզում եմ ցուցադրել եւ մեծ վնաս տեսեք այդտեղ տասնյակ մարդիկ վիրավորվում են եւ նաեւ զոհեր կան։ Այստեղ տեսնում եք Հնդկաստանում տեղի ունեցող այդ պայթունը, որ տեղի ունեցել, այստեղ առնվազն 3-ից ավել մարդ է մահացել եւ ասացի վիրավորներ կան, որ խիստ վիրավորված են տասնյակ վիրավորներ, որ երևի վաղը մյուս օր կանդրադառնանք թիվը մահացողների քանիս է ճշգրիտ։ Ես ուզում եմ խոսել Սան Բերնարդինոյում, մեր արևելքում, մի բաս, որ երեխաներին էր տեղափոխում, շարունակենք, տեսնում եք շրջվում է բասն է, տեսնում եք շրջվեն է, բարեբախտաբար զոհեր չկան, բայց եւ այնպես վիրավորվել են երեխաներ, այստեղ տեսնում եք այդ վիրավորները, բոլորը ասացի վիրավորները փոքրիկ երեխաներ են կամ փոքր երեխաներ են, ինչ որ տեսնում եք, եւ թինեյջերներ, պատանիներ եւ ավելի փոքր երեխաներ են եղել բասի մեջ, որ վիրավորվել են։ Ես ուզում եմ խոսել Ամերիկայի, պետք է ամփոփ խոսեմ, որտեղ ինձ հիշեցնում են շատ երկար ժամանակ չունեմ բեյսբոլի մասին Ամերիկայի։ Բեյսբոլը, եթե շարունակենք, այստեղ տեսնում եք, տեսեք գնդակը
հատկապես այս pitcher, նա որ գնդակը գցում է, գետին է դիպչում, սրանք մասնակիցներ են, եւ հիմա բեյսբոլի այդ կազմակերպությունը, որ ղեկավարում է այս խաղերը, ասել է, որ նոր restriction, սահմանափակում է դրել, որ եթե չեն կարող այս խաղացողները $200 ավել bet անեն կամ խոմար անեն $200 ավել, հազարավոր դոլարի վրա խոմար են անում եւ դրա համար է տեսնում եք նոր օրենքը բերեն այդ pitcher-ների համար, նա որ գնդակը գցում է։ Հիմա այդ pitcher-ի հետ ուրիշների հետ խոսում են, օրինակ 58,000, 40,000 եւ հատկապես այս երկուսին է ինչ որ պիտի դատի տան։ Եթե մեղավոր լինեն 65 տարի կարելի է բանդարկել, բայց սովորաբար ավել կարճ է լինում։ Հիմա գումարը, որ իրենք հատկապես գնդակը այնպես են գցում, սրանք պրոֆեսիոնալ ճանաչված մարդիկ են, ինչ որ այստեղ տեսնում եք, բայց տեսակ գնդակը փոխարեն ուղիղ գցի, հատկապես դիպչում է գետնին, տեսեք ինչպես է, բոլորն են զարմանում են, բայց այդտեղ գումարների հարց է երկուսին դատավարություն 58,000, ուրեմն մեկը շահում է 58,000, մյուսը մեղավոր է 37,000, իրենց 7,000 են տվել, բայց նրանք որ կազմակերպում են ընդհանուր 58,000, 37,000 շահեն են այս գումար անելու եւ տեսնում եք, սա պրոֆեսիոնալ մարդիկ են ու գումարի համար այսպես աշխատանքներ են անում, որ ցավալի են համարում, որ այսպես պրոֆեսիոնալ անձիկ մխրճվում են նման գումարի մեջ։ Ես ուզում եմ խոսել 2000 հոկտեմբեր 2023 թիվ, ես ձեզ այստեղ այդ ժամանակ հաղորդեցի, որ PCH, որը այն ճանապարհն է, որ ուզում եք գնաք Մալիբու օվկիանոսի կողմից քշում եք օվկիանոսն եք տեսնում գեղեցիկ տարածք է, նաև այնտեղ կա համասարան գոյություն ունի, շատ ճանաչված համասարան կամ այսպես բարձրագույն կրթության համասարան կա այնտեղ, որտեղ private համասարան է, բայց շատ ճանաչված համասարան է, Pepperdine համասարանն է, այդ ճանապարհն է միշտ աշակերտներ են լինում, այդ ճանապարհին գալիս են ռեստորանները ուտելու եւ այլն։ Մեկ անձնավորություն, մի երիտասարդ տղա 24 տարեկան այդ ժամանակ իր մեքենայով այնտեղ եթե անցնեք հիմա շատ տարբեր է անցյալից, հիմա բոլոր եթե այդ տարածք գնում եք Pacific Coast Highway գնում եք, կամերաներ է տրված, այնքան accident, այնքան մահ տեղի ունեցավ, վիրավորներ տեղի ունեցավ, բոլոր կամերային դրա այնտեղ, ուրեմն պետք է ուշադիր լինեք, թե ոչ թիքեթ եք ստանալու, կամերան նկարում է, թիքեթ են տալիս։ Եվ արագությունը իջեցրեցին։ Այս տղան 50 մայլ, այդտեղ որոշ տեղեր կա 25 է, 35 է, 40 է, 50 մայլ այդ speed limit-ից արագությունից ավել բարձր մեքենան վարում էր 4 երեխա աշակերտներ մայթի վրա իրար հետ, ընկերուհիներ իրար հետ այդտեղ խոսում, ուրախանում էին, ռեստորանից են դուրս եկել, անքան արագ գալիս է, հարվածում է մի մեքենա, որ փարք է եղել, փողոցի կողքին փարք եղած մեքենա, այդ մեքենաները անցնում են մայթը եւ սպանվում են այս 4 աղջիկները։ Ես այստեղ ուզում եմ ցույց տալ եւ այդ տղային տեսնում եք այստեղ դատի են տվել։ Եվ իր փաստաբանն է, որ ասում է murder, շարունակենք, տեսնում եք այս երիտասարդ աղջիկներն են, որ մահացել էին, as murder կամ սպանության համար։ Մեքենայի murder այն ժամանակ է, որ նախամտածված անձը գնում է մեկին սպանի, օրինակ թաքնվում է, հետո կրակում է, դա murder է, իր փաստաբանն է այս երիտասարդի, որ ասում է սա պետք է vehicular մեքենայի սպանություն համարել, ոչ թե սպանություն։ Դատավորը լսեց երկու կողմը դատախազությանը, որ իրեն դատի են տալիս եւ իր փաստաբանին լսելով վերջը իր որոշումներ, որ չէ, սա հենց սպանություն է սա, որտեվ այնքան անուշադիր է եղել, թե ոչ
involuntary manslaughter կլիներ կամ ավել փոքր մեղադրանք պիտի լիներ, այստեղ տեսնում եք ասում է this այսինքն տատախազություն ասում է սա մի բան չի որ սխալ է tragic կամ տրագեդիա չի սա մահ է որ անուշադիր լինելու հետևանքով է եւ իմանալով գիտակցելով մեքենան այդքան արագ այդ տարածքում վարել է եւ դրա համար է որտեղ մեքենան ինքը զենք է ասում է տատախազը այդտեղ ինչ որ տեսնում եք եւ ասում է որ դատավարություն ասացի նոր ուզում են սկսեն փաստը ցույց կտա որ գիտնալով այդպես այդ 4-ը իրենց այսինքն այս վարորդը պատճառ է եղել 4-ը մահվան պատճառ է եղել այս կարևոր դատավարություն ինչ որ պիտի տեղի ունենա ես պիտի դադարեցնեմ երբ դադարից վերադառնամ վաղվա լատարիայի մասին խոսեմ ծրագիրը հովանավորում է դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը եթե թաթի վրա թաթի տակ վերք է լինում քայլում եք շնչասպառ եք լինում այս հեռախոսահամարին զանգարեք 4 կենտրոններ ունի Orange County, Commerce, Encino եւ Glendale-ում 616 East Glenox ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը եթե դուք ցանկություն ունեք այս տարեցների կենտրոնը գնալ իրենք բաս ունեն մինի բաս ունեն ցես կտանեն Սոնաֆե տարեցների կենտրոն ու կվերադարձնեն Jackpot հովանավորում է ծրագիրը Jackpot գտնվում է Pacific փողոցի վրա իրենց թահանգայի խանութ փակել են շատ հագուստներ, կոշիկներ, պայուսակներ ունեն որպեսզի ավել արագ վաճառեն խիստ զեղչ է նկատի առնված անպայման այցելեք ծրագիրը հովանավորում է Yugo Shipping հովանավորում է ծրագիրը Yugo Shipping գտնվում է Los Angeles քաղաքում կամ Hollywood-ը որ հայերն են Hollywood-ը Sunset փողոց Los Angeles եթե մի ծանրոց իրենց հանձնեք Հայաստան ղրգելու համար երկրորդ ծանրոցը անվճար կուղարկեն իսկ նաև օթանավով կարող եք ուղարկել մի փանդը $2.99 իսկ նաև եթե գումար պիտի փոխանցեք Հայաստան կարող եք ղրգել Yugo Shipping-ի միջոցով կտանեն տանը կհասցնեն ընդամենը 2% պիտի վճարեք $100 ղրգեք ընդամենը $2 վճարեք կտանեն գումարը կտան ձեր ազգականներին իրենց տանը Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը Անաշե գիֆտ ձեզ է առաջարկում եթե բաժակ պնակ բոլոր ինչ որ հարկավոր է Անաշե գիֆտում դուք կգտնեք նաև սուրճի այս սարքավորումը կարող եք գնել էլեկտրական է $9.99 կոֆեինիկը էլեկտրական կարող եք գնեք Անաշե գիֆտ գտնվում է 1937 West Glenox փողոց Կվերադար Վերջավորության ուզում հիշեցնել վաղը այսօր երկուշաբթի է միաժամանակ վաղն է երեքշաբթի տեղի ունենալու երեքշաբթի օր այս jackpot մեգան լինելու է շահողը 900 միլիոն եւ ավելի այն գումարն է որ պիտի շահի իհարկե գիտեք tax եւ այլն իջեցնելու 415 միլիոն կստանա բայց եւ այնպես հույս ունեմ դուք լինեք մեր հեռուստադիտողներից մեկը լինի շահողը մինչ նոր հանդիպում